Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների բարելավման թրիփ ծրագրի ընթացքը։ Կողմերը կարևորել են նախաձեռնության դերը զբոսաշրջության զարգացման եւ մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում պայմանավորվելով շարունակել սերտ գործակցությունը նախատեսված միջոցառումների արդյունավետ եւ ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով։ Թրիփ ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու եւ Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական եւ էկոզբոսաշրջության զարգացումը, բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը եւ մարզերի մրցունակությունը։ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն էլ հայտարարել է միջազգային տենդեր, որով Վրաստան-Հայաստան եւ Վրաստան-Ադրբեջան կապող մայրուղին պետք է փոխարինվի 4 գոտիով եւ թողունակության բարձր մակարդակով նոր ճանապարհով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո եւ ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով։ Նոր մայրուղիները կսկսվեն Ռուսթավիի քաղաքից եւ կկառուցվեն Կարմիր կամրջի եւ Սադախլոյի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը եւ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դկոտինիին եւ պաշտպանության հարցերով կցորդ փոխգնդապետ Արնո Էլիին վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլիին է հանձնել պաշտպանության նախարարի հրամանով շնորհված ռազմական գործակցության համար մեդալը, շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում գործակցության առնչվող մի շարք հարցեր։ Բաքվում հայ գերիների դատավարության նոր նիստ է անցկացվել, որի ընթացքում Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստին սկսված ելույթը։ Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի եւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի պաշտպանները, որոնք դատարանին խնդրել են բեկանել դատավճիռը եւ արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին։ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Բարերա Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր միեդում գործընթաց սկսելու համար։ Մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ պարոն Վարդանյանի կողմից չի իրականացվել։ Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակվել է որպես ահաբեկություն կամ հարակից այլ հանցագործություններ, մինչդեռ չի կարող լինել պատիժ առանց օրենքում հստակ նախատեսված արարքի, ասել է Սահակյանը։ Հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 14:50-ի սահմաններում Իջևանի Հրշեջ փրկարարական ծառայությունը հազանգեստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է խաչաղբյուր գետը։ Մինչ կժամանային փրկարարները քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Ս-ի մարմինը։ Նախնական տեղեկություններով նա անզգուշաբար վայր է ընկել եւ գլուխը հարվածել քարերին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշանի տեղեկություններով ջրահեղձ եղած տղան պաշտպանության նախարարության պաշտպան հայրենյաց ծրագրով պայմանագրային զինծառայող էր։ Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 23:45-ի սահմաններում, ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծ կրտուկ եւ վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, որից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի, սակայն նրանցից երկուսի փախուստը կանխվել է։ Դեպքի վայրից հարակից տարածքում հայտնաբերվել են նաև 2 Toyota եւ 1 Mercedes Magnus-ի ավտոմեքենաները։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, շաբաթվա քրեական քրոնիկոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի եւ Էդմոն Մարուքյանի դեմ, պահանջելով հերքել իր մասին իր գնահատմամբ վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հայտարարությունները, հրապարակային ներողություն խնդրել եւ վճարել դրամական փոխհատուցում։ Սոֆիա Հովսեփյանի դեպքում վարչապետը պահանջում է 2 միլիոն դրամ վիրավորանքի եւ 4 միլիոն դրամ զրպարտության համար, կապված ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ նրա հայտարարությունների հետ։ Էդմոն Մարուքյանի դեմ հայցը վերաբերում է նրան ընտրակեղծարար անվանելուն, սակայն հայցի ամբողջական պահանջը դեռևս հրապարակված չէ։
Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը եւս 2 ամիս կմնա տնային կալանքի տակ։ Հիշեցնենք, դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոցեր կիրառել, տնային կալանքը եւ գրավ։ Սյունիքում Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում վնասելով 3 տարեկան երեխայի։ Նրանք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն, մեկի վիճակը ծանր էր գնահատվել։ Շտապօգնության մեքենայով հիվանդանոց հասած տղամարդու վիճակը դեռևս ծանր է, գայլը նրա դեմքի, նույնիսկ ոսկրերն է վնասել։ Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած տղամարդու վրա գայլը հարձակվել է Քարահունջի իր տան բակում, որդին բահով մոտակայքում է եղել եւ այդպես է նրան հաջողվել փրկվել։ Հաղորդվում է, որ բոլոր տուժածները հսկողության տակ են, ստացել են կատաղության եւ փայտացման դեմ պատվաստումները։ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնաս Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Արեգնաս Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել է։ Մեղադրյալի աթոռինը պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը, նա մի քանի հոգու հետ հանցակցությամբ Ծաղկաձորում ապօրինի տիրացել է 1.3 հեկտար հողատարածքի։ Մեղադրյալների թվում է Ծաղկաձորի նախկին համայնքապետը։ Հուլիսի 8-ին Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկներում ակցանենք ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալել եւ իր վարած Ford Magnus-ի մեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության ներեբունու բաժին են տեղափոխել Նոր Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։ Սննությամբ մեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում կար 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին։ Տղամարդն ընդունել է, որ թմրամիջոցները ձեռք են բերվել իրացման նպատակով, իրավապահները նույն օրը ձերբակալել են նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ էլ 31-ամյա տղամարդը վերցրել էր թմրամիջոցները։ Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Նախուրյանի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ իրացման դեպքեր։ Մասնավորապես օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանները նկատել են մի անձի, որն ավտոմեքենայով թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել կիսաքանդ շինության մոտակայքում։ Կասկածյալը տեղում ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանություն։ Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սևանալճի 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող 68 հողամասերում 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, իսկ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից դադարեցվել է 2 պայմանագիր։ Ապամոնտաժվել են մասնավորապես Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան 1905 մետր բացարձակ նիշից ցածր հատվածի պարիսպներն ու թեքահարթակը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու ապօրինի կառուցած առանձնատունը, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր ապօրինի կառուցված քոթեջը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Կարեն Գրիգորյանի ապօրինի կառուցված քոթեջը, Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան 1905 մետր բացարձակ նիշից ցածր հատվածի պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը նոր փուլ է մտնում։ Իրանական աղբյուրները հայտնում են Չաբահար նավահանգստի կառավարման կենտրոնի վնասման մասին, Վաշինգտոնը հարվածները կապում է Հորմուզի նեղուցում առևտրային ավերի դեմ հարձակումների հետ, իսկ Թեհրանը պնդում է պատասխանել է Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով։ Միաժամանակ The Wall Street Journal-ը գրել է Թրամփի դեմ Իրանի հնարավոր մահապորցի ծրագրի մասին, ինչից հետո Միացյալ Նահանգների նախագահը Թեհրանին սպառնացել է հրթիռային հարվածներով։ Իրանի Չաբահար նավահանգստում ծովային երթևեկության կառավարման կենտրոնը վնասվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով։ Իսնայի տվյալներով միջադեպը չի խաթարել նավահանգստի աշխատանքը եւ նավերի երթևեկությունը շարունակվել է առանց ընդհատման։ Հուլիսի 8-ին եւ 9-ին պայթյուններ են գրանցվել Իրանի մի շարք քաղաքներում եւ շրջաններում, այդ թվում Բադար Աբասում, Ջասկաում, Սիրիկում, Չաբահարում եւ Բուշեհրում։ Իրանական կողմը հայտնել է նաեւ զոհերի մասին։ Իրնայի փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի անդամ Մուհամմադ Ռեզա Խազինին։
Վաշինգտոնը հարվածները կապում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների հետ։ Ամերիկյան կողմը Թեհրանին մեղադրում է միջազգային ջրային ուղում առևտրային նավերը թիրախավորելու եւ պայմանավորվածությունները խախտելու համար։ Իրանն էլ հայտարարել է պատասխան գործողությունների մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պնդմամբ հրթիռներով եւ անօդաչուներով հարվածներ են հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Լրատվամիջոցները հաղորդում են նաեւ Հորդանանի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների մասին, մասնավորապես Մուվաֆակ Սալթի ավիաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր։ Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը ավարտված է։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը համաձայնել է շարունակել բանակցությունները, քանի որ ըստ նրա այդ խնդրանքով դիմել է Թեհրանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել բանակցությունները։ Մենք համաձայնել ենք, բայց Միացյալ Նահանգները հստակ հայտնել է նրանց, որ հրադադարը ավարտված է։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հղումանելով աղբյուրներին գրել է, որ Իսրայելն Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոխանցել է հետախուզական տվյալներ Իրանի կողմից Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր նոր մահափորձի ծրագրի մասին։ Թրամփն արձագանքելով տեղեկությանը հայտարարել է, որ եթե Իրանը փորձի սպանել իրեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները կպատասխանի հրթիռային հարվածներով։ 1000 հրթիռ պատրաստ է եւ ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Հրամաններն արդեն տրված են եւ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են, եթե Իրանի կառավարությունը փորձի սպանել Միացյալ Նահանգների գործող նախագահին։ Թեհրանն իր հերթին Վաշինգտոնին մեղադրում է պայմանավորվածությունները խախտելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները խախտում է փոխըմբռնման հուշագրի դրույթները։ Արաղչին հատկապես մատնանշել է նոր պատժամիջոցները։ Իրանը մինչև այս պահը պահել է իր խոսքը։ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները հերթական խախտումն են եւ հակասում են հուշագրի 9-րդ կետին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սահմանափակումներ են կիրառվել իրանական արժույթի փոխանակման մի քանի ընկերությունների, ֆինանսական կառույցների եւ անշարժ գույքի ոլորտում գործող միջազգային ընկերությունների նկատմամբ։ Ամերիկյան կողմի պնդմամբ այդ կառույցներն օգտագործվել են պատժամիջոցները շրջանցելու եւ Իրանի պետական ու ռազմական շրջանակների ֆինանսական գործարքներին աջակցելու համար։ Իրանում էլ սպառնում են պատասխանել նոր հարվածներին։ Իրանի խորհրդարանի խոսնակ եւ գլխավոր բանակցող Մուհամմադ Բաղիր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է լիակատար պաշտպանության, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները խախտի ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը։ Եթե Միացյալ Նահանգները դավաճանի ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրին, Իրանը պատրաստ է լիակատար պաշտպանության։ Այս պատերազմը չի ավարտվելու Թեհրանի հանձնվելով։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մուհամմադ Բաղեր Զոգլադն էլ զգուշացրել է Իսրայելին չմիանալ ամերիկյան հարվածներին։ Նրա խոսքով Իրանի ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում կստանա համարժեք պատասխան։ Այս ամենին նախորդել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման փոխըմբռնման հուշագիրը։ Այն ստորագրվել էր պատերազմական գործողություններից հետո եւ պետք է հիմք դառնար հետագա բանակցությունների համար։ Հուշագրով նաև նախատեսվում էր, որ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեին Հորմուզի նեղուցով, սակայն Հորմուզի հարցը դարձավ նոր հակասությունների կենտրոն։ Թեհրանը պնդում է, որ իրավունք ունի վերահսկել նեղուցով անցնող նավարկությունը եւ վճարներ գանձել մատուցված ծառայությունների համար։ Վաշինգտոնն ու Պարսից ծոցի նրա գործընկերները հակադարձում են, նեղուցը պետք է բաց լինի, ազատ եւ անվտանգ նավարկության համար։ Իդեպ Աքսիոսը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել Շվեյցարիայում, սակայն Իրանը հերքել է հաջորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նոր բանակցությունների նախապատրաստման մասին տեղեկությունները։ Ֆարսի փոխանցման պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ նման հարցերի վերաբերյալ հավաստի տեղեկությունը կտրվի միայն պաշտոնական աղբյուրներով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, իշխանությունները հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի 4 շրջաններին հասցված հարվածների մասին։ Վերջին տվյալներով տուժել է 11 մարդ, այդ թվում 11-ամյա տղա։ Հարվածներին հաջորդել են հրդեհներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, թե հարձակումների թիրախները անօդաչու թռչող սարքերի արտադրությունում ներգրավված ռազմական արդյունաբերական ձեռնարկություններն էին։ Նշենք, որ ռուսական զինուժը վերջին 10 օրերին արդեն 3-րդ անգամ է բալիստիկ հրթիռներով հարձակվում Կիևի վրա։ Նախորդ երկու հարձակումների ժամանակ հուլիսի լույս 2-ի և լույս 6-ի գիշերները ավերվել են բնակելի շենքեր, զոհվել է ընդհանուր թվով շուրջ 6 տասնյակ մարդ։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Մերձ Մոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի առևտրային համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Հրդեհի պատճառների, հնարավոր տուժածների եւ հասած վնասների մասին տվյալները ճշտվում են։ Մոսկվայում առաջիկա ժամերին սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ եւ ուժեղ քամի։ Օդերևութաբանները չեն բացառում նաեւ տորնադոների առաջացման հավանականությունը։ Բահամյան կղզիներում Քեսնա 402 թևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ։ Ըստ նախնական տեղեկությունների, օդանավը Նասաուից ուղևորվում էր Սան Անդրոս կղզի, սակայն կործանվել է հյուսիսային Անդորսի շրջանում։ Դեպքից հետո իշխանությունները ժամանակավորապես կասեցրել են Ֆլամենգո Այր ավիաընկերության շահագործողի վկայականը, մինչև վթարի պատճառների պարզումը։ Նույն օրը ընկերության մեկ այլ ինքնաթիռ տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Նասաու եւ ուղևորների իջեցումից հետո բռնկվել։ Երկու միջադեպերն էլ հետաքննվում են։ Ադրբեջանի մի շարք շրջաններում, այդ թվում Զաքաթալայում, Բալաքենում եւ Աղստաֆայում հորդառատ անձրևներն ու հեղեղները լուրջ վնասներ են պատճառել։ Տասնյակ գյուղերում ջերասուզվել են տներ, հողամասեր եւ այգիներ, վնասվել են կամուրջներ, էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման գծեր։ Որոշ բնակավայրերում ջրի մակարդակը գերազանցել է 1 մետր, բնակիչների մի մասը տարհանվել է։ Բալաքենի շրջանում հեղեղումների հետևանքով 1 մարդ զոհվել է։ ՆԱՏՕ-ն ընդլայնում է Բալթյան երկրների օդային տարածքը հսկող ռազմաօդային ուժերի լիազորությունները։ Կործանիչների օդաչուները կկարողանան խոցել օդային տարածքը խախտող եւ անվտանգությանը սպառնացող անօդաչու թռչող սարքերն ու ռազմական ինքնաթիռները առանց քաղաքական մակարդակով լրացուցիչ թույլտվության։ Ռուսական ուժերը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի բնակավայրերին։ Խարկովի մարզի Վալկի քաղաքում զոհվել է 50-ամյա կին, եւս 3 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի զինուժի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքով վերջին ամիսներին Ռուսաստանի հարձակումների ինտենսիվությունը կիսով չափ նվազել է, իսկ կողմերի առաջխաղացման տեմպերը գրեթե հավասարվել են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու հարցում Կիևն աջակցություն ունի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում։ Մենք առաջարկություններ ենք արել, թե ինչպես մոտենալ խաղաղությանը։ Աջակցություն ունենք ոչ միայն մեր գործընկերների, այլև Պուտինի մերձավոր շրջապատում։ Նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում եւ որ խաղաղությունն այլընտրանք չունի, ասել է Զելենսկին։ Այսքան այժմի համար կհանդիպենք։